Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։ Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը թևակողելու նոր դարաշրջան։ Խորհրդարանների նախագահների ժողովրդավարության պաշտպանություն թեմայով Եվրոպական համաժողովում իր ելույթում հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ No doubt you are aware that Armenia and Azerbaijan have fully agreed. Անկասկած տեղյակ եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Մենք ողջունում ենք այս առաջընթացը եւ հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը եւ տարածաշրջանային գործակցությունն անվտանգության եւ բարօրության լավագույն երաշխիքներն են։ Խաղաղության խաչմերուկ մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները եւ խթանել տնտեսական զարգացումը հիմնված փոխադարձ հարգանքի եւ ինքնիշխանության վրա։ Խորհրդանի խոսնակը սակայն նշել է, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները։ Ադրբեջանում հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատև կալանքի, անմարդկային վերաբերմունքի եւ շինծու դատավարությունների, հավելել է Սիմոնյանը։ Ընդգծել գերիների անհապաղ արձակումն առաջնահերթ խնդիր է։ I fear that the recent failed statements by Azerbaijan about Armenian. Բացի այդ, ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով Հայաստանի իբրև ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին։ Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության, ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են Եվրամիության քաղաքացիական առաքելությունը եւ սպառազինության վերահսկման մեխանիզմները։ Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կամ արդեն ներառված է համաձայնագրում, կամ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով։ Անդրադառնալով ժողովրդավարության մարտահրավերներին, Սիմոնյանը կոչ է արել, որ Եվրոպան որպես լուսավորչության օրրան կրկին ոտքի կանգնի պաշտպանելու ազատությունը։ The madness of our times must be observed with absolute clarity. Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ։ Փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է։ Քաոսը թաքնված է երկդիմի հռետորաբանության մշուշում։ Փաստը կեղծիք է, դաշնակիցը թշնամի, զոհը ագրեսոր, ճշմարտությունը խաբկանք, անմեղը մեղավոր։ Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի։ Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է։ Ժողովրդավարությունը վտանգված է։ Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ։ Միայն միասնական եւ անզիջում ջանքերի շնորհիվ կարող է ծաղկել ժողովրդավարության փխրուն ծաղիկը։ Սիմոնյանը հավելել է, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարացման ուղուն։ Մեզ համար ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման համակարգ է, այլև մեր ազգային ինքնության եւ անվտանգության հիմքը, մեր ձգտումների շարժիչ ուժը, նշել է Սիմոնյանը։ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր մեր պատմության մեջ։ Մենք նախաձեռնել ենք հավակնոտ բարեփոխումներ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։ Դատական անկախությունը, մամուլի ազատությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում են մնալ մեր օրակարգի առանցքում։ Խորհրդանի նախագահը եզրափակել է, կարևոր է Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականները կայուն ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի վերաբերյալ։ Տաթև Խաչատրյան, լուրեր։